Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը քաղաքագետ դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է, բարի երեկո պարոն Սուրենյանց։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, փորձենք հասկանալ ինչի մասին էր Փաշինյանը, նախ դրան նախորդած մի քանի օր շարունակ անընդհատ Facebook-ում գրառումներ էր անում, պատրաստ եմ ստորագրել, հա չենք հասկանում, մտածում ենք նույնիսկ ինչ-որ մեկը հեռախոսը վերցրել է, նույն բանը գրում է, այ իրա փոխարեն, բայց այնուհետև միջազգային հանրությունից տարբեր ուղղություններից հայտարարություններ եղան, ողջունում էին այն, որ բանակցությունների արդյունքում արդեն ավարտին է բանակցությունները հասել եւ երկու կողմերը պատրաստակամություն են հայտնել ստորագրել, չնայած դրան Ադրբեջանի արտգործնախարարությունը որևէ պատրաստակամություն չհայտնեց, այլև ընդհակառակը իրենք տարբեր խոսող գլուխներ ադրբեջանական կողմից շարադրեցին իրենց պահանջները, որոնք պետք է կատարեն։ Շատ հետաքրքիր է Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունը, որը համարձակ զիջում որակեց, Փաշինյանը փաստորեն չի լսել, հա, Գերմանիայի արտգործնախարարի այդ հայտարարությունը, դրանից հետո ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը Երևանյան ասուլիս տվեց, ասելով, որ Հայաստանի կողմից արված զիջումներով են լուծվել մնացած չլուծված բոլոր խնդիրները, ըստ էության բառացի նա դա ասեց, եւ ահա արտահերթ հարցազրույց հանրային հեռուստաընկերությանը։ Ինչի մասին էր, ինչ է ուզում այս մարդը։ Թերևս Բերբոկը, Գերմանիայի արտգործնախարարը ամենաանկեղծն էր, ճիշտ բնութագրեց այն, ինչ որ տեղի ունեցել։ Թերևս սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տիկնոջ օրերը հաշված են կամ շաբաթները այդ բարձր պաշտոնում եւ նա առանձնապես կաշկանդված չէր ասել իրականությունը։ Եվ ակնհայտորեն սա սողացող կապիտուլյացիայի նույնիսկ մեկնարկ է, որովհետև հետո ինչ է սպասվում, արդեն կարելի է ենթադրել։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության պետականության լուծարման կուրս է որդեգրել, գեղեցիկ փաթեթավորումների տակ, շատ տխուր է հետևել նրա մենախոսությանը, ինչպես ասացիք, Facebook-ի հարթակներում, բայց երեք նաև հարցազրույցում։ Ահավասիկ ինչ-որ մեկը նրան համոզել է, որ կարող է միակողմանի այդ փաստաթուղթը ստորագրել, սա նույնիսկ ծիծաղելի էր չի, ստացվում է, որ հերիք չի ամենից զիջել ենք, մի հատ էլ առանց Ադրբեջանի որևէ պարտավորության տակ մտնելու ենք ինչ-որ պարտավորության տակ, չնայած ես չգիտեմ պրակտիկայում դեպք, երբ որ փաստաթուղթը, որը երկու ստորագրություն է ենթադրում, ունենալու է մեկ ստորագրություն, բայց երեք Փաշինյանը ակնհայտորեն այդ հարցազրույցը նաև դրա համար էր տվել, որ առաջիկա օրերին մենք տես մի նոր խոսք լսենք դիվանագիտական պրակտիկայում, որ ինքը միակողմանի ստորագրել է փաստաթուղթ։ Երկրորդ երեք մեսիջ հասցեագրեց իմ կարծիքով Ադրբեջանին, որ պատրաստ է նույնիսկ սահմանադրական հանրաքվեի ժամկետը առաջ բերել, չնայած որպես վարչապետ նա պետք է օրինականության պահանջը պահպաներ, մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, գոնե առայժմ, հա, մեկտեղել խորհրդարանական ընտրություններն ու հանրաքվեն, բայց նա դրա վրայով էլ անցավ, նույնիսկ նեղություն չքաշեց ակնարկել, որ դա օրենսդրական խոչընդոտ է այդ երկուսի համատեղման։ Սրանով հանդերձ նա ոչինչի չի ասել, ընդ որում եթե հետևեք Ադրբեջանի ղեկավարների խոսույթին, կտեսնեք, որ կոնկրետ պաշտոնյաներ կոնկրետ թեմաներից են խոսում։ Օրինակ Հաջիևը իր պարտն է համարում խոսել դատավարական այդ ֆարսի մասին եւ դրա հայաստանյան հետևանքները, այսինքն նոր մարդկանց են ուզում, նա այդ թեման է գեներացնում։ Արտգործնախարարությունը մի քիչ ավելի դիվանագիտական ձևակերպումներով անդադ զարգացնում է սահմանադրությունը փոխելու, Մինսկի համանախագահությունը լուծարելու պահանջը, իսկ Ալիևը իր ժանրին համապատասխան զբաղված է այդ բոլոր թեզերի ամփոփումով կամ շանտաժի լեզվով Հայաստանի հետ խոսելով։ 11 անգամ Ադրբեջանը կեղծ տեղեկատվություն է տարածել, իբր մենք խախտել ենք հրադադարը, այսինքն 3 էր 11, հիմա մենք որ զրուցում ենք, գուցե թիվը ավելացել է։ Սա ինչի մասին է խոսում, Ադրբեջանը բացարձակ շահագրգռված չէ խաղաղության այդ փաստաթուղթը ստորագրելով, չնայած Հայաստանից կորզել է հնարավոր բոլոր զիջումները։ Օրինակ երեք Փաշինյանը շատ հետաքրքիր տակտիկա էր ընտրել, ըստ էության բոլոր հարցերում
էլի ադրբեջանական թեզեր էր գեներացնում, անորոշության այս շղարշի մեջ ամեն ինչ քողարկելով։ Օրինակ այդպես էլ չհասկացանք Մինսկի խումբը երբ է պատրաստ ինքը լուծարել։ Շատ ակնհայտորեն հենց հիմա իր խոսքից դա էր նկատում։ Կամ հիշում եք, որ ինչ հիստերիա են բարձրացրել իշխանության ռոպագանդան, որ Նիկոլ Փաշինյանը հերոսաբար պայքարում է ռուսական ճնշումների դեմ եւ ԵՄ դիտորդներին պահում է Հայաստանում։ Ինքը պատրաստ է ԵՄ դիտորդներից էլ հրաժարվել, կամ եթե ասում է սահմանում նրանք չպետք է լինեն, բայց կարող են այլտեղ լինել։ Հետաքրքիր այլտեղ այդ դիտորդները ինչով են զբաղվելու։ Իսկ նակամայից հաստատում է, որ այդ դիտորդները այլ առաքելություն էլ ունեն, կամ հիմնական այլ առաքելություն ունեն։ Շատ տխուր հարցազրույց էր, ինչ ասեմ։ Փաշինյանը Ալիևը շարունակում է արածացնել Փաշինյանին, ստանում առավելագույնը, չտալով ոչինչ, բայց նա չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման։ Առնվազն մի տեղեկատվություն էլ եղավ, չէ, անցած շաբաթ կարծեմ, ուզում եմ հիշեցնել, որ Մոսկովյան բանակցություններից հետո Ուիտկոֆը ժամանեց Բաքու։ Ակնհայտորեն այդ այցը, քանի որ հաջորդ հանգրվանը Հայաստանը չեղավ, պայմանավորված է իրանական հնարավոր կամպանիայով կամ Իրանի շուրջ զարգացումներով, այդ նշանակում է, որ Ալիևը իր համար բացառիկ շանս է տեսել ռեգիոնալ նոր տուրբուլենտության ծիրում նոր զիջումներ պարտադրելու Հայաստանի եւ ինքը որևէ փոխզիջման չի գնալու։ Իսկ Փաշինյանի արածը հերթական անգամ հաջորդին մոլորեցնելն էր, նա հիմա փորձելու է կապակցել սահմանադրության եւ ընտրությունների թեման, ակնհայտորեն, այդպես էլ քաղաքագիտական նոր ճակերտավոր նվաճումը Փաշինյանը չկարողացավ բացատրել։ Ես առաջին անգամ եմ լսում, երեք էլ կրկնեց, սահմանադրության տարածաշրջանային նշանակությունը ինչ է։ Դե որ երևի բոլորին դուր գա։ Այսինքն դա Հայաստանի կապիտուլյացիայի թուղթ է այդ բառը։ Եթե բոլորի մասին է, բացի մեզանից, բոլորի ախորժակի բավարարման մասին է, չէ՞։ Այն նախարարն էլ Գալյան, չէ՞, կարծեմ, ասում է այնպիսի սահմանադրություն պիտի լինի, որ խաղաղությանը չի խանգարում։ Այն նույն բանը Ադրբեջանում են ասում։ Ասում են Հայաստանի գործող սահմանադրությունը խանգարում է խաղաղությանը։ Իսկ ես բոլոր բաները եթե հաշվի ենք առնում, հիմա սկսելու եմ մի հատ տգեղ քստմնելի քարոզչություն, որ եթե մեզ չպահեք, մենք սահմանադրությունը չփոխենք, հետո կավելացնեմ, որ եթե այս նախագահին չանձնենք, այս նախարարին չանձնենք, այս չանենք, խաղաղություն չի լինելու։ Այսինքն հիմա մենք պատրաստվում ենք այն հանգրվանի, որի մասին մոտ 1 ամիս առաջ ձեր եթերում 2 ամիս առաջ ես ու իմ գործընկեր Արման Աբովյանը խոսում ենք, ակնհայտորեն գնում է պետականության լուծարման process, ու 21-րդ դարում ենք մի քիչ մոդիֆիկացված տարբերակներով, գնում ֆիզիկապես պետությունը չի ոչինչ անում, բայց բովանդակային առումով պետությունը դադարում է գոյություն ունենալ, որտեղ սա ոչ թե կապիտուլյացիայի վերջաբանն է, այդ դեպքում գուցե մենք այսպես մեզ զսպելով մի կերպ հանդուրժենք այդ վիճակը, որտեղ պարտվել ենք, զիջում ենք այսքան վերջանում է ու սկսում է խաղաղ գոյակցություն, ոչ, սա կապիտուլյացիայի մեկնարկն է։ Ես ինքս օրեր առաջ զրուցել եմ ամերիկահայ իրավաբան միջազգային իրավունքի մասնագետ Գառնիկ Քերքոնյանին եւ նաեւ հարցրել եմ, թե աշխարհում գիտի որևէ երկիր, որը թշնամու օրակարգով, թշնամու պահանջով, հակառակորդի պահանջով կամ որևէ այլ երրորդ երկրի պահանջով երկրի սահմանադրություն է փոխում, չկա նման բան։ Դա միակ բանը փաստորեն Հայաստանն է անելու Նիկոլ Փաշինյանով, որը անդադ խոսում է սուվերենությունից, ինքնիշխանությունից, անկախություն, 3 ասում է Արցախում այդ 44-օրյա պատերազմում զոհվածները, զոհվել են անկախության համար եւ որ իր օրոք այս 7 տարիների ընթացքում Հայաստանը առավել անկախ է, քան երբևէ։ Միջազգային իրավունքի մասնագետները նշում են, որ թշնամի պետությունների պահանջով կամ երրորդ պետության պահանջով, երբ որ որևէ մեկը սահմանադրություն է փոխում երկրի, այլևս սուվերենության, ինքնիշխանության մասին խոսք չի կարող լինել, եթե նույնիսկ Ադրբեջանը չլիներ թշնամի երկիր, երրորդ երկրի պահանջով չի կարող տարածաշրջանային նշանակություն ունենալ, որտեղ սահմանադրությունը դա իր քաղաքացիների տվյալ երկրի քաղաքացիների
մայր օրենքն է, հա, իր երկրի հարաբերությունների, բայց ամենահետաքրքիրը ես երեք նաև լսում էի ադրբեջանցի խոսող գլուխների, Ալիևի ադմինիստրացիայի հետ կապ ունեցողների մեկնաբանությունները, նրանք զարմացած էին, ասում էին, աստորեն, մենք պահանջները դրել ենք, հա, Փաշինյանը դա շատ լավ գիտի այդ պահանջները, եւ ասում են այդ հայտարարությունները, այդ որ պատրաստ եմ ստորագրել խաղաղություն, պատրաստ եմ ստորագրել, շատ հետաքրքիր բան ասեցին, դա անում է Թրամփի համար։ Ուզում է Թրամփի հետ կոնտակտի մեջ մտնի, որովհետև Թրամփը իրեն ընդհանրապես, հա, աուտեկցել ու եւ մենք տեսել ենք Վենսի հետ այդ լուսանկարից հետո դա խայտարակություն էր։ Թրամփին իրենք գրել են մակունցով իրենց դեսպանով, գրել են ընդհանրապես չի հանդիպել եւ ամերիկացի վերլուծաբանները շատ լավ բացատրում են, թե ինչու Զելենսկու հետ այդպես վարվեց Թրամփը, չի ուզում պարտվողից ձեռք սեղմի, հա, պարտվողի հետ չի ուզում գործ ունենա եւ նույն շարքում է փաստորեն նաեւ Փաշինյանը։ Հիմա մենք ենթադրենք, ասենք թե ամեն ինչ լավ է, ենթադրենք, դեռ թղթի մասին կխոսենք, հա, որը ասում է կստորագրեմ, հետո կբացահայտեմ։ Ադրբեջանը մեզ ինչ է փող զիջել։ Ոչ է չի փող զիջել։ Բա ինչի է սա կոչվում փող զիջում այն։ Սա փող զիջում չի, նոր Բերբոկի խոսքերը հիշեցիք դուք, ես էլ ասեցի, որ բացառիկ համարձակություն է տիկնոջ իրերը կոչել իրենց անունով, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդամենը 2 շաբաթ հետո նրան այդ հարցը չեն տալու։ Հա, բայց Ռասմուսենն էլ ասեց։ Իհարկե, բայց ենթադրենք լավ թուղթ է, ենթադրենք, օրինակ, չգիտեմ, ինչ է գրված այդ թղթում, բայց ենթադրենք։ Ադրբեջանը ինչ է զիջել։ Ես չեմ տեսնում որևէ կետ, որ Ադրբեջանը զիջել է։ Այ եթե նույնիսկ թղթից դուրս գերիները բոլորը վերադարձվեին, ճանապարհները բացվեին, կասեինք, որ համատեքստը ընդհանուր խաղաղության տրամադրողը կամ խաղաղության միջավայրը, բայց դուք տեսել եք մի խաղաղության փաստաթուղթ, որի ենթադրյալ ստորագրումից հետո գերիները շարունակում են մնալ բանտում, երկիրը շարունակում է մնալ շրջապատված։ Նման խաղաղություն չի լինում։ Սա խաղաղություն չի, սա ադրբեջանական ենթապետության վերածվելու ճանապարհային քարտեզ է։ Ադրբեջանը որևէ բան չի զիջել, ավելին ստացել է նույնիսկ մեր սահմանից այս կողմ քաղաքականություն որոշելու իրավունք։ Դուք սահմանադրություն նոր ասեցիք արդարացիորեն, բայց սրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին դաշնակցային պարտավորություն որևէ երկրի թեկուզ մեր դաշնակից երկրի զորք չի կարող տեղադրել։ Այո, պայմանավորվել են երրորդ ուժի երկրների, երրորդ կողմի դիտորդների չի վերաբերում։ Նախ հիշենք, որ ռուսական զորքն էլ Ալիևի պահանջով դուրս բերվեց անցած տարվա ընթացքում, հիշում եք։ Այո։ Որ գնում էր Պուտինի խնդրում էր եւ այլն։ Հայ-իրանական սահմանից։ Այո, հեսա շուտով նախադեպ է ստեղծվել, որ Թուրքիան էլ նույնը պահանջի։ Հայ-թուրքական սահմանից։ Կասկած չունենա։ Մարգարայի իսպաներն։ Կարևորը նախադեպն է։ Այս տխմարը չի էլ հասկացել, որ նախադեպ է ստեղծում, որ մյուս հարևաններն էլ մեր, մասնավորապես Թուրքիան, այդ պահանջը բարձրացնեն։ Սա մեկ, այո, սահմանադրությունը ճիշտ նկատեցիք, դա քաղաքացու եւ պետության հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է։ Դա եթե որևէ երկրի կողմից պարտադրվում է, նշանակում է դու կորցնում ես սուվերենությունը։ Ընդհանրապես ծիծաղելի է, երբ որ Արցախ կործանած եւ հայրենիքը փլատակների վերածած մարդը խոսում է ինքնիշխանության մասին։ Սա մի աննախադեպ ցինիզմ է, այդ մեր ընկեր Արման Գրիգորյանի բառը ամենատիպիկն է, խուցպայի, երբ որ մեկը ծնողներին սպանում է, հետո դատավորից մեղ պատիժ ակնկալում, որովհետեւ ծնողազուր կա։ Այ Նիկոլ Փաշինյանի ինքնիշխանությունը այդպիսին է, երկիրը վերացրել է, բովանդակային առումով Արցախը կործանել է, խոսում է ինքնիշխանության մասին։ Սա նույնիսկ ծիծաղելի չի, սա վուլգար մատերիալիզմի դրսևորում է, որտեղ ինքնիշխանության մասին տեսեք ինչքան բան է ինքը փչացրել է կյանքում, նույնիսկ ընդդիմադիր շրջանում։ Նա փչացրել է ազատ լրագրության ինստիտուտը, հա։ Նրա պատճառով հիմա բոլոր լրագրողները դիսկոմֆորտի մեջ են։ Այն նախկինում իր արածի։ Նա փչացրել է անդիմություն լինելու ինստիտուտը։ Հիմա նա փչացնում է ինքնիշխանության գաղափարը, պետականության գաղափարը։
Ես կարծում եմ նա միտումնավոր է անում, որովհետև նրա արածները պետականության լուծարման ակտի մասին են։ Շատ լավ ինքը հասկանում է դա պետական դավաճանություն չէ։ Այո, վաղ թե ուշ դա այդ որակումներ ստանալու է իրավապահ մարմինների կողմից, անկախ շարժառիթից թե ինչու է անում, հա։ Այդ շարժառիթն էլ իրավապահ մարմինները ժամանակը կգա, անշուշտ կպարզեն։ Այդ Թրամփի հետ կապված գիտեք, լավ, ես զարմանում եմ արտաքին հարաբերություններում սրանց տգիտությունը միջև ուրա հասնելու։ Այսօրվա Միացյալ Նահանգների համար, եթե նույնիսկ Ուկրաինան երկրորդական նշանակություն ունի, Հարավային Կովկասը ընդհանրապես նրանց առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Եթե նույնիսկ ամեն օր ծնկաչոք Թրամփի լուսանկարի առաջ Նիկոլ Փաշինյանը աղոթի։ Սա մեկ, երկրորդը, եթե նույնիսկ Հարավային Կովկասը դառնա Միացյալ Նահանգների կամ Սպիտակ տան առաջնահերթություն, այս իրավիճակում, դա մեր համար կատաստրոֆա է լինելու, որտեղ Հարավային Կովկասը Թրամփի համար հետաքրքիր կարող է դառնալ միայն մեկ պարագայում, եթե նա որոշի իրանական կամպանիա սկսել։ Այդ պարագայում անգամներով աճելու է Ադրբեջանի ստրատեգիական նշանակությունը, դա դառնալու է Իսրայելի եւ Արևմուտքի Միացյալ Նահանգների գլխավոր ֆորպոստը տարածաշրջանում, դրա դիմաց գինա պահանջելու, որը վճարելու է հայ ժողովուրդը։ Հասկանում եք, այս մարզումը, երբ որ սրանք հույս ունեն Թրամփը երբ որ ասում է խաղաղություն, դա է ստրատեգիական նպատակները սպասարկելու միջոց է, գործիք է, հա։ Այդ բրենդով նա տարբեր տարածաշրջաններում նաև հակադրություն է Բայդենի վարչակազմին, վերջի ցույց է տալիս, նաև ներքաղաքական համատեքստ ունի նրա այդ խոսույթը։ Հիմա դա չհասկանալ, մտածել, որ Միացյալ Նահանգները հետաքրքրվելու են հայ-ադրբեջանական հարաբերություններով, սա ծիծաղելի է, բայց երկրորդ մարզումն էլ կա։ 2023 թվականի դեկտեմբերից դու ես Ադրբեջանի կամ Ալիևի խաղին տրվելով բոլոր միջնորդներին դուրս մղել բանակցային գործընթացից։ Հիմա ինչի ես միջազգային հանրության ուշադրությունը փորձում սևեռել մի խնդրի վրա, որտեղ հենց քո ջանքերով նրանց համար ոտատեղ չի մնացել։ Ինչի զանգեց Պուտինին ու Փեզեշքյանին։ Ինչ էր ուզում։ Չէ, ամեն դեպքում նա փորձում է հիմա Ռուսաստանի հետ կապված ինչ-որ մեղմացնել մի փոքր, շնաց ռադիկալ ոչինչ չի փոխել։ Երեք էլի խոսույթի կարմիր թելով խոսույթը հակառուսական խոսույթներ իր հարցազրույցի։ Նա զանգեց, որտեղ շատ լավ հասկանում է, որ այնուամենայնիվ Հայաստանի անվտանգության ինչ-որ երաշխիքներ այդ երկու երկրները կարող են տալ։ Բա ասում եմ, այս երաշխիքներ պետք չեն։ Տեսանք երաշխիքն է երաշխիք։ Հա, ասում եմ, չէ, ասում եմ Հայաստանի Հանրապետությունն է երաշխիք։ Հա, մեկ էլ խաղաղությունն է։ Հա։ Շատ իդեալական պատկեր է նշում, ամբողջ խնդիրներն է, որ հարևաններից առնվազն երկուսը խաղաղություն չեն ուզում։ Հա, բայց հիշողության կորուստ ունի, թե իսկապես ամբողջ այս ընթացքում իրեն գժի տեղա դրել։ Ինքը չէր ասում, որ խաղաղության պայմանագիր էլ ստորագրենք, դա երաշխիք չի, որ պատերազմ չի։ Ես եմ ասել, ինքն է ասել։ Մարդիկ ասում են խաղաղության բանաձևը։ Ասում են, հիմա մի հատ կներեք, էլի շատ ցինիկ բան եմ ասելու։ Արցախում էլ է հիմա շատ խաղաղ։ Շատ խաղաղ է, ոչ մեկի վրա չի կրակում։ Ուղղակի հայ ժողովուրդ չկա այնտեղ։ Իրա պատկերացրած խաղաղության վերջաբանը դա է լինելու։ Որ Հայաստան չի լինելու, այլևս ագրեսիվ ռետորաբանություն Բաքվից կամ Անկարայից չենք լսելու։ Նույնիսկ ինքը փորձեց Էրդողանին սիրաշահել, այս նաև Էրդողանին է հասցեագրված իր այս մեղայական բաները։ Անմիջապես հետևեց կուսակցական գծով Էրդողանի մամուլի քարտուղարի կոշտ հայտարարությունը, որ մենք պատրաստ կլինենք Հայաստանի հետ ինչ-որ դիալոգի, եթե Ադրբեջանի բոլոր պահանջները կատարվեն։ Առաջին անգամ չեն ասում։ Իհարկե։ Ասում են մեր եղբայրը Ադրբեջանի պահանջները կկատարեր։ Չէ, բայց ասողի մակարդակն է, չէ։ Ասենք եթե առաջ այդ մասին, օրինակ, արտաքին գործերի նախարարն էր Թուրքիայի հայտարարում։ Նու նաև Էրդողանը։ Նաև Էրդողանը։ Հիմա քանի որ Նիկոլ Փաշինյանի հետ պատրանքները
մանկամտության մակարդակի են իջել, արդեն կուսակցական մամուլի քարտը։ Դե իրենք համարում են արդեն Փաշինյանն իրենց գրպանում է, էլ արդեն կարող են, չգիտեմ, հա, բայց ասում են գրպանները Թուրքիայի նախագահական նստավայրի պահակն էլ կարող է անել։ Գրպանները զբաղված են Էրդողանը։ Դու տեղավորվի Ալիևի գրպանում։ Հենց որ ինքը ասի գրպանում ամբողջովին տեղավորվել ես, ես ինչ-որ ժեստեր կանեմ։ Դե ուզում եմ ասեմ, կարող է Թուրքիայի նախագահ Էրդողանի պահակն էլ հայտարարություն անի, արդեն համարելով։ Իհարկե չեք տեսնում մակարդակի իշխանայի չէ։ Պարոն Սուրենյանց, տեսեք, ես եղել է դարձյալ մեկ այլ եթերում դա հնչեցրել եմ, Փաշինյանը ըստ էության ճիշտ են ասում ադրբեջանցիները։ Ադրբեջանը փոխզիջումների գնացել է։ Գիտեք որ հարցերում։ Որ Փաշինյանը ասում են Հայաստանի ղեկավարությունը ադրբեջանցիներն են ասում, բավական ազդեցիկ իրենց էքսպերտներից, որոնք նաև նախկին արտգործնախարար, որոնք անմիջապես Ալիևի հրահանգով են, չէ՞, ամեն ինչ այդ խոսույթը ասում։ Նրանք ասում են, մենք զիջման գնացել ենք, բա Փաշինյանը եւ իր թիմը արտգործնախարար բանով խնդրել են, որ այս թղթի մեջ չլինեն մեր հնչեցրած բոլոր պահանջները։ Մենք արել ենք, բայց ասում է, բա իհարկե ասում է, այս թղթում դրանք տեղ չեն գտել, բայց մենք միասին պայմանավորվել ենք, որովհետև Փաշինյանը ասում են ասել է, որ պետք է ես ժողովրդին ցույց տամ թուղթ, իսկ եթե այդ թուղթը լինի, խնդիր եմ ունենալու։ Հետևաբար ասում են, մենք զիջումների գնացել ենք, խնդրել են այդ թղթի այս տեքստից, այդ 12 կետերից հանել ենք որոշ կետեր իրանց խնդրանքով։ Եվ այդ կետերը նշեմ նաև մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր առանձնացրել, այո, ես էլ էի առանձնացրել։ Հիշեցնեմ, հարգելի հեռուստադիտող, որ ադրբեջանցիների մյուս պահանջներն են։ Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եւ նրանց անարգել ելումուտ Հայաստան։ Դա նշանակում է ավելի քան 300,000 ադրբեջանցիների մուտք Հայաստան եւ բնակեցում։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում, հա, ինչպես հայտարարել էր նաև Էրդողանը իր ասուլիսում, որ պետք է թուրքական աշխարհը կապվի դրանով։ Սահմանադրության փոփոխություն ըստ ադրբեջանցիների պահանջների։ Հայաստանը պետք է հատուցում վճարի Ադրբեջանին։ Հայաստանը պետք է հանդես գա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախաձեռնությամբ։ Պետք է տեղի ունենա Հայաստանի ապառազմականացում եւ զինված ուժերի հանձնում կամ վերադարձ։ Հայաստանում պետք է դադարեցվի Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի եւ պատերազմի մասնակիցների հերոսացումը եւ այլն եւ այլն։ Իրենք ասում են Փաստորեն Փաշինյանը խնդրել է, որ այդ թղթի մեջ սրանք չներառվեն, որովհետեւ դա խնդիր կառաջացնի, հասարակությունը կնդվզի, ընդդիմությունը կնդվզի, դիմադրություն կառաջանա, ինքը իշխանություն կկորցնի, խնդրել է թղթից հանել ենք։ Այո։ Ասում է դրանից լավ զիջում արել ենք։ Այդպես կա, բայց տեսեք, Պարտված ցանկացած պետության ղեկավար հակառակն է փորձում անել։ Փորձում է խաղաղության ենթադրյալ պայմանագրով իրենց բառով ասեմ բոլոր խնդիրներին հասցեագրում տալ, որպեսզի պայմանագրից դուրս ճնշման լծակները թշնամու կամ հակառակ պետության չուժեղացնի։ Այսինքն փորձում է խաղաղության պայմանագրով համապարփակ լուծում տալ բոլոր այդ ռիսկերին, խնդիրներին եւ այլն եւ այլն։ Այլ խոսքով քիչ առաջ ասեցի, խաղաղության պայմանագրով պիտի Փաշինյանը փորձեր ռազմագերիներին հետ բերել, Հայաստանի ապաշրջապակումը ապահովել, այդ դեպքում նա հասարակության ինչ-որ ասելու բան կունենա։ Տեսեք, Փաշինյանը հակառակ բանն է արել, իր այդ Ենոքավանցու շուստրիությամբ, հա, գավառական, Ալիևի գործարք առաջարկել, ասել է ինձ օգնի հայ ժողովրդին խաբենք։ Հա, ասում են։ Այո, ինձ օգնի հայ ժողովրդին խաբենք, ես վերարտադրեմ իմ իշխանությունը, հետո կկատարեմ մնացած բոլոր պահանջները։ Այսինքն, գործում է պետությունը աթոռի դիմաց, բանաձևը, հենց այդ տխրահարճակ բանաձևն է, այս ինքնիշխանությունը անդադ շեփորարող մարդը փաստացի Ադրբեջանին առաջարկել, ու հենց այդ տրամաբանությամբ էլ շարժվում են։ Բայց Ալիևը հասկացնում է, որ քո բանավոր խոսքերին չեմ հավատում։ Բաց էլ ասեց։ Հա, ասեց չեմ վստահում։ Ասում է այդ մտադրությունների մասին գրավոր հավաստիացում տուր։ Հասկանում եք, որովհետև խաղաղության պայմանագրից դուրս ավելի շատ թվով կետեր կան, որոնք դրված են մեր վզին։ Հա։ Եվ ասում են, մինչև այդ հանրաքվեի
արդյունքները, որը մեր պահանջներով պետքա բավարարի նոր սահմանադրությունը Հայաստանի, մինչև այդ կետերը չտեսնենք ներառված մեր պահանջները, մինչև հանրաքվեի արդյունքները չտեսնենք, քո հետ որևէ թուղթ չենք ստորագրելու։ Այո, այդպես էլ կա։ Ասում են։ Դրա համար ինքը հիմա երեք Ալիևին ասում էր, մենակ իմ ընտրությունները մի հարամեք, ես նույնիսկ պատրաստ եմ ընտրությունների օրը անցկացնել հանրաքվե։ Թիմումս ձայներ են լսվում։ Օրենքի փոփոխություն է դա պահանջում։ Կանեն։ Դա կոճակ կսեղմե եւ կանեն։ Կարա նույնիսկ առանց օրենքի փոփոխության։ Մեկը երկրում բեսպրիտ է։ Ինձ թվում է ինքը արդեն թիմում էլ խնդիրներ ունի։ Իհարկե ունի։ Ինքը լուրջ խնդիրներ ունի եւ հատկապես այդ գործին լծված են Արսեն Թորոսյանը, Արայիկ Հարությունյանը, իր աշխատակազմի ղեկավար, մի քանի հոգի, շատերը լուր են։ Շատերը հասկանում են ինչ է տեղի ունենում, հասկանում են որ Փաշինյանը մի ինքնաթիռով, այսպես ասած, ճողոպրելու է իրենք մնալու են օդից կախված, Արսեն Թորոսյանը հասկանալի է, միլիոնները թաքցնելու խնդիր ունի, կոռուպցիոն խայտառակ գործարքների հեղինակ, Արայիկ Հարությունյանը եւս, այսինքն նրանք են հիմնականում լծված։ Փաշինյանը նույնիսկ պատրաստ է զոհաբերել Սուրեն Պապիկյանին։ Ես մի առիթով ասել եմ։ Իրականում եղել են Սոտքում այդ կրակոնոցները Ադրբեջանի եւ Սուրեն Պապիկյանը կտրականապես չհերքեց։ Նա չի հերքի։ Չի հերքի։ Ուղղակի ասել է կարևորության են։ Այո, բայց ինքը փուրն է տալիս Փաշինյանը Սուրեն Պապիկյանին զոհաբերում է։ Տեսեք ինչն է խնդիրը։ Ես մի առիթով ասել եմ, հիմա կրկնեմ։ Ճողոպրող ինքնաթիռի մեջ նույնիսկ Չալոյի համար է տեղ գտնվելու, բայց որևէ այլ ԿՊ-ականի համար տեղ չի գտնվելու։ Այո, որփի պես Փաշինյանը թողելու է իր թիմին եւ ճողոպրի մի օր։ Մենք գիտենք, չէ, խմբագիր եղած ժամանակ ինչպես էր նա վարվում իր լրագրողների հետ։ Այո, իր կաշին փրկում էր լրագրողներին զոհաբերում։ Իր կոչերի պատճառով տասնյակ հարյուրավոր մարդիկ մարտի 1-ին ազատազրկվեցին, ինքը գնաց թռավ, կոպիտ ասած։ Ուրիշ ժամանակ էլ արել ու բազմաթիվ անգամներ արել։ Դրա համար էլ մարտի 1-ից առաջ ռուպորա ձեռքից բաց չէր թողնում, ոչ մեկին չէր տալիս։ Այո։ Եվ թռավ, ի վերջո մարդիկ գնացին ազատազրկվեցին ամիսներով, տարիներով, ինքը եկավ այն ժամանակ, երբ որ արդեն գիտեր process-ը նախապատրաստվում, ըստ երևույթին ենթադրում էր, շոր համաներումների եւ այլն։ Հիմա սա ակնհայտ է, հետո իր թիմը այդ որփացածները հայտնվելու են մոտավորապես այն վիճակում, ինչ Վահան Հովհաննիսյանը թեւավոր մի օր արտահայտություն արելու սողոքի պատժեզներում ծեծուտելու մասին, հիշում եք։ Բայց իրանք դառնալու են այն ամոթի պատը, այդ ԿՊ կոչվածը, որի վրա ամբողջ հայ ժողովուրդը թքելու է, ամբողջ հայ ժողովուրդը։ Այն Նիկոլ Փաշինյանն իրանց այդ օրինակ գցելու վաղ թե ուշ, այդ բոլորը իմանան, որ միայն ինքը կարող է ճողոպրել։ Այո, իր թիմում խնդրեմ կա։ Ես պատահական չի, որ իր այս վերջի հայտարարությունից հետո Գյումրվա ընտրությունների կոնտեքստում դիմեցի իր թեկնածու Սարիկ Մինասյանին, որպեսզի ինքնա բացառք հայտարարի։ Մի երկու անգամ շատ վաղուց այդ մարդու հետ շփվել եմ, ես ամենայն դեպս իրան ժպիտով եմ տեսել, ինչ-որ դրական բաներ մեջը նկատել էի, եւ ասում եմ, եթե նույնիսկ մտքովդ անցնել այս-որ բան անես, ԿՊ-ի Սարիկ լինելը կամ Նիկոլի Սարիկ լինելը, հիմա ամենափիս հայոյանքն է։ Գյումրիում գիտեմ, այո, փիս հայոյանք է, դա գիտեք ինչի է նման, 1000 ներողություն քրեակատարողական հիմնարկներում թռածների կամերներ կան, որտեղ ինչ-որ շատ լուրջ վատ վարք ունեցող, հա, գործ տվող եւ այլն կալանավորները փակվում են տեղ, հա, մյուս կալանավորներից առանցին։ ԿՊ-ն հիմա նույնացել է այդ թռածների կամերի հետ։ Հասկանում եք, այո, բոլոր իր շրջապատի մարդիկ դառնում են հայ ժողովրդի այդ պայմանական ամոթի պատը։ Եվ հիմա եթե ինչ-որ մարդիկ իր շրջապատում դերևս մտածողության ինչ-որ հատիկներ ունեք, ես իր շրջապատին մի հատ գործարք եմ առաջարկում, հրապարակային, բացահայտ գործարք։ Դուք փրկվելու մի տարբերակ ունեք։ Հանուն պետականության հանձնեք Նիկոլ Փաշինյանին։ Այդ պարագայում այդ նախաձեռնությունը ցուցաբերողները կարող են ակնկալել հայ ժողովրդի ներողամտությունը։ Դա միակ գինն է։ Եթե իրենք ուզում են
հետո առանց իշխանության մնալ ապրել այս երկրում պիտի հանձնեն Նիկոլ Փաշինյանին։ Հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ միասին հանձնում են երկիրը։ Եվ հայ ժողովրդի կամ պատմության դատաստանը շատ դաժան է լինելու։ Որևէ մեկը թող չմտածի, որ հայ ժողովուրդը անհետ կորելու է կամ մենք պետականազուրկ ժողովուրդ ենք դառնալու, դա կայուն վիճակ է լինելու, մշտակ դա նման բան չի լինելու։ Միևնույնն է, մի օր վերածնունդ է մեր մոտ լինելու, ազգային, պետական։ Այդ բոլոր մարդիկ պատասխան են տալու։ Հանձնեք Նիկոլ Փաշինյանի, ուզում եմ պատկերացնեմ Ալեն Սիմոնյանը, որը բոլոր կարմիր գծերը հատել է մարդկային եւ պաշտոնից բխող, ասենք ոնց է դա անել, Խոսքս Ալեն Սիմոնյանին չէր վերաբերում։ Ալեն Սիմոնյանը վերջացած կերպար է բոլոր առումներով, քաղաքական, բարոյական, մարդկային, ինքը այդ ամենա մեծ զզվանք առաջացնող գործիչներից մեկն է, հա, հնարավոր չի այդպես զզվանք ու ատելություն մեկի հանդեպ պատկերացնել։ Այդ իրանց ամենակեղտոտ թաշկինակի պես է օգտագործում Նիկոլ Փաշինյանը։ Մենակ իրան չէ, էլի մի քանի անուններ կան։ Անդրանիկ Քոչարյան։ Հեսա տեսեք Անդրանիկ Քոչարյանն ու Ալեն Սիմոնյանները եւ այլն ոնց են իրար տակ փորում, ինչ են անում իրենց հետ, հա, խժռում առնետների պես, հա։ Այո, բնական է։ Այդ որ Գյումրիում ասում էր բունկերի կռիցներ եւ այլն։ Հա։ Այս մարդը ինչ ասում է, իր դեմ աշխատում։ Որտեվ հենց ասես Google-ես Հայաստան բունկեր բերելու է Նիկոլ Փաշինյանի անունը։ Ոչ միայն, նաև իր կնոջ։ Որևէ մեկը ընդդիմադիր գործիչներից, նախկին նախագահներից բունկերը չի ասոցացվում։ Իհարկե։ Որևէ մեկը բունկերում սեղանի տակ կամ սեղանի վրա չի հայտնվել։ Հիմա տեսեք, այդ առնետ որ ասում է, հենց իր շրջապատին է էլի վերաբերվում։ Իր շրջապատին։ Օրինակ ընդդիմադիր որ ճամբարում եք տեսել առնետներ։ Էտով է թաքնված, էտով է եսի միջանում։ Այո, իր շրջապատում գզվրտոցել է սկսվում, որովհետև նման իրավիճակներում արքունիքում ինչ-որ ուժեր փորձում են առաջատար դիրքեր ունենալ, բայց գիտեք ինչի, ոչ թե որ հավատարիմ են Նիկոլ Փաշինյանին։ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, մյուսները առաջատար դիրք արքունիքում այլ պատճառով են ունենում, ուզում ունենալ, որ հետո հնարավոր ընդդիմության հետ բանակցողի դերում լինեն Նիկոլ Փաշինյանի հանձնելու հարցում։ Դա է չէ իրանց երաշխիքներ տալու անվտանգության։ Դες որ շատ ակտիվ Նիկոլին պաշտպանում է Ալենը կամ մյուսը, այդ Նիկոլին հանձնելու իր գինը հանձնողների շարքում իրենց գինը բարձրացնելու համար են անում։ Պարոն Սուրենյան, Գյումրիի ընտրությունների մասին եմ ուզում նաև խոսենք։ Ես շատ գուցե այդքան շատ նման չի, բայց ինչ որ իմաստով է դեր ինձ հիշեցնում։ Հիշում եք Վիկտոր Դալաքյան կար, որը Վանաձորի ընտրությունների հետ կապված ասաց շալվարս էլ ուղարկեմ կընտրեն եւ վանաձորցիները հա ոնց ինչ ապտակ տվեցին ըստ էության նրան, ինչ ու մեծ հաշվով դուրս գրվեց քաղաքականությունից, հա, իր հայտարարությունից հետո։ Երբ որ Փաշինյանը իր այս խունտայով, հա, այս Ալեն Սիմոնյանով, այդ թանկարժեք, չգիտեմ, հակու կապով, այդ բոլորի այդ հակու կապը եթե գումարեին, Գյումրիի բյուջեը շատ կլիներ։ Այսինքն այդ միլիոն դոլար վրա վստահ էր, հա, Փաշինյանը, որ ինքը նազիկը, որին գիտեմ ոնց են վերաբերվում, հա, Ալեն Սիմոնյաններով, չգիտեմ, են Ռոմանոսներով, Արայիկ Հարությունյաններով գնում են, այտենց վստահ են, որ իրանք գնում են գյումրեցիները, ուրեմն, որ իրանք տեսան կընտրեն, հա։ Բայց տեսեք, նախ դա Գյումրի այս չէր։ Ես այդ օրը Գյումրիում եմ եղել, որ եկել է, այդ քաղաքացիներին այդ կարգին նեղություն պատճառելով, փողոցներ փակելով եւ այլն, դա Գյումրի այս չէր, դա ասպատակություն էր։ Այսինքն այդ հեղափոխական թափառախումբը ասպատակում էր Գյումրին, տենց եւ իրանք գնացին, իրանք միջոցառում արեցին, մի հատ կենթանի գյումրեցի հանդիպել, մի երիտասարդի մորուքով, որը դրանից մի օր առաջ երթվում էր, որ Վարդան Ղուկասյանի աջակիցն է, հեռուստաէկրանների առաջ, հետո ողջագուրվեց Նիկոլ Փաշինյանի հետ մի օր հետո, հա, այսինքն փողով մեկին կպցրել են, էլի ես հեռուն գնացող ենթադրություններ չեմ անում, փողով մեկին կպցրել են, տենց
ողջագուրվել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը այնքան է կորցրել adekvatությունը, այդ առաջ էր, որ իր միջակայություններն ու սապարկերը Նիկոլ Փաշինյանի ուսին հեծնում էին, ընտրվում էին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ վարկանիշ ուներ, հա, միջև պատերազմը լավ, կամ միջև Արցախի կործանումը լավ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այնպիսի հակավարկանիշ ունի, որում կողքը կանգնեց, այդ մարդը ավտոմատ փչանում է։ Օրինակ, Համայնքում ասում, ինչի վրա էր վստահ։ Ոչ մի բանի վրա էր վստահ չէ, ինքը Գյումրի այլ նպատակով էր գնացել։ Ինչու։ Իրավապահ մարմինների ցուցում էր տալի, բոլոր նիմադիր ուժերին համահարթեցրեց, չէ՞։ Այսինքն բոլորս, օրինակ դեմոկրատական այլընտրանքը մեր, որ էլի մասնակից են։ Այո, ձեր տեխնացիով, այո։ Բոլոր ընդդիմադիր կուսակցություններին իսկ դրանք 6-ն են։ Այն երկուսի իշխանության դաշտում են։ 6 ընդդիմադիր ուժերին ինքը համահարթեցրեց եւ բոլորիս անվանեց Թալանի եւ գողացածը փրկող վերջի ճակատամարտ մղող կուսակցություններ, չէ՞, բոլորիս տես սպիտակ տվեց։ Դեռ նա անուններ չէր տալի, համահարթեցնում էր։ Հիմա այստեղ հստակ ցուցում կար իրավապահ մարմիններին, ամեն գնով թույլ չտալ ընդդիմադիր ուժերի հաղթանակը, ճնշումներ բանեցնել, գործեր կարել ու վարչական ռեսուրսի նման գրեհիկ չարաշահում տեղական ընտրություններում ես դեռ չեմ տեսել։ Երևանից ուժեր են բերել։ Ուժերը չեն եկել, բայց վարչական ռեսուրս, ոստիկանությունը, դպրոցի տնօրենները, բուժ հաստատությունների ղեկավարները բոլորը ցուցումներ են ստացել մեկ մարդու պես իրենց կոլեկտիվների։ Այո, մենք էլ էինք գրել, բուժ հաստատություններ, ուսուցիչներ։ Եվ բացիած սկսվել է ընդդիմադիր ցուցակները վերցնում պեղում են, ասենք գործարարներ կան ցուցակներում կամ սկսում են հետապնդումներ, ստուգումներ եւ այլն, բոլոր ռեպրեսիվ այդ վարչական ռեսուրսի կիրառման դրսևորումները կան։ Դա էլ չի օգնելու։ Այն Եվրադաշինքը եթե նույնիսկ մտնի, դա էլ չի օգնելու։ Այնքան ցածր է ԿՊ-ի վարկանիշը։ Իրանք ինչ են անելու։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության նախապատրաստում է տոտալ կեղծիքներ կամ էլ միած սադրանք պրովոկացիա արարելու ընտրությունները հետաձգելու համար։ Ճիշտ է 7 օր է մնում, որտեղ նա որևէ նշան չկա, որ հաշտվելու է պարտության հետ։ Որևէ նշան չկա։ Ինչ պլան ունի ինքը։ Հնարավոր է օրինակ ասենք ընդդիմադիր տեխնացուներից մեկին իր կողմ տանի, կամ ասենք նույն սցենարանի ինչ որ Վանաձորում արեց Մամիկոն Ասլանյանի չի աշխատի նաև այստեղ խնդիր կա, որտեղ Մամիկոն Ասլանյանը 1.5 անգամ իշխանության տեխնացուից ավել ձայն էր հավաքել։ Սա էլ պետք է հաշվի առնել։ Չէ, բացի այդ, տեսեք, Վանաձորի սցենարը երբ որ ինքը անում էր Մամիկոն Ասլանյանի, դա անում էր երկրի համար խիստ անկումնային մի իրավիճակում։ Երբ որ խորհրդարանական ընտրությունները նոր էին ավարտվել, հասարակությունը լրացուցիչ ապաթիայի մեջ էր, ընդդիմադիր զանգված ապամոտիվացված էր եւ ասենք ինքը այդ ալիքի վրա արեց 21 թվին, ճիշտ է։ Չնայած այդտեղ ես հարգելի Մամիկոն Ասլանյանին էլ եմ ասել։ Այդտեղ եթե Մամիկոն Ասլանյանը այնուամենայնիվ հորդորեր վանաձորցիներին լոկալ պայքար սկսել, մեծ հարց է Նիկոլ Փաշինյանը հաջողելու էր, թե ոչ։ Համարեք փորձի պակասը եւ մնացած բաները թույլ չեն տվել կամ Նիկոլ Փաշինյանը 2 տարի 7 ամիս մարդուն բանտ նստեցրեց։ Չափը չի պատկերացրել Մամիկոն Ասլանյանը ավելի շուտ, այդ տեղի չունեցավ, հա։ Հիմա Գյումրիում այդ սցենարը չի աշխատի, որովհետեւ Գյումրին նախորդում է խորհրդարանական ընտրությանը։ Եվ հաստատ տեղական, որը հանրապետականի վերածվելու ռեսուրս պոտենցիալ ունի, վզում է լինելու, եթե նա փորձի առաջատար տեխնացուներից որևէ մեկին կալանավորել։ Սա լինելու է։ Հիմա մնում է, որ 6 ընդդիմադիր ուժերից որևէ մեկը այլ սցենար չկրկնի, այսինքն չտրվի քաղաքական անասնագողության բանը գայթակղությանը։ Արդեն ստեղ ես ընդդիմության վրա եմ դնում պատասխանը։ Նկատում եք նման բաներ։ Առայժմ ոչ, բայց չեմ էլ բացառի ընդհանրապես նման սցենարը, չեմ բացառի, որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք ընդդիմության մեջ բաժանարար գծեր առաջացնելու հարցում կարմիր գծեր չունեն,
Այդ գծերը այդ ուժերը պոտենցիալ կարող են դառնալ իշխանության կլիենտներ, հա։ Բայց ես ասում եմ, ես օրինակ մեր ցուցակի առնվազն առաջին 15 տեղի մարդկանց համար պատասխանատու եմ։ Այ յուրաքանչյուր ընդդիմադիր առաջնորդ, ով որ ցուցակա չէ կազմել տվել, հա պարտավոր է այս քննությունը անցնել։ Որովհետև այնտեղ այն երկուսը շանս չունեն գրեթե հայտնվելու ավականիում։ Խոսքս այդ Եվրոդաշինքի մասին, հա, որը պարզ է, չէ, Երևանյան մոդելի համար է ներդրվել։ Մյուսը այն տխրահարճակ երկիշն է։ Երևանի ավականու ընտրությունները նկատի ունի։ Իհարկե։ Պարոն Սուրենյանցը, երբ որ Արամ Զավենի, Սարգսյաններ, Բաբաջանյաններ եւ ամենածիծաղելին է։ Ուրեմն Երևանում քաղաքական գրդոնի մեջ են ԿՊ-ի հետ։ Իրար հետ փողեր են մեջ անում։ Քաղաքական գրդոնը ո՞ր է, 120 կիլոմետր են կողմ ընդդիմություն են խաղում։ Հա, հիմա այնտեղ ընդդիմություն են խաղում։ Հա, որովհետև բանը Փաշինյանին պետք է խփեն, հասկանում են, որ Գյումրիում ատելություն կա ԿՊ-ի մեր հարգելի գյումրեցիներին ես ասեմ, շատ զգուշ ենք լինում, նաև մյուս տեխնացուի հանդեպ, որ էլի իշխանական պրոյեկտ է։ Այն ֆայտոնչին, ասեմ ինչի, ես երբեք չեմ ների մի մարդու, որի կեղծ ամբաստանության հիմքով մեր բոլոր ընկերը Արմեն Գրիգորյանը ռեժիսոր հայտնվել է բանտում եւ իր մահականացում կնքել է դատարանում։ Այս ռեժիմի կողմից սպանվեց Արմեն Գրիգորյանը։ Այդ մարդու ձեռով այդ ֆայտոն չու։ Հիմա նա ոնց կարա անդիմադիր դիրքերից հանդես գա։ Իդեպ ձեր եթերը օգտագործելով հարգելի Ստեփան Կարենիչին եմ ուզում դիմեմ, Դեմիրճան։ Գուցե ինքը Գյումրիի թողբոյին չի հետևում, պարտավոր էլ չի երևի հետևել, քանի որ տեխնացու չի, մասնակից չի։ Այդ մարդը ներկայանում է որպես դեմիրճանական ժառանգության, քաղաքակրթական ժառանգության կրող։ Նման գրեիկ ձևով Կարեն Դեմիրճյանի հիշատակը ուրեմն նսեմ ասնել, նման գրեիկ դրսևորում ես առայժմ չեմ տեսել։ Եթե Ստեփան Կարենիչ չգիտի, երևի ճիշտ կլինի, որ արձագանքի։ Որ իր հոր անունն օգտագործում։ Վերջազգային հերոսի մասին է խոսքը։ Բացի ամեն ինչը։ Պետական գործի մասին է խոսքը։ Մնացած 6 կուսակցությունների ես ուզում եմ բոլորին հավատալ, ու սկզբունքը նույնը պիտի լինի։ Նույնը պիտի լինի սկզբունքը։ Որ ընդդիմադիր կուսակցությունը ավականի մտնելուց հետո չկոնսոլիդացվեց ընդդիմությանը հաղթանակ բերելու համար, ուրեմն ներդրված ականը։ Բայց օրինակ Վարդան Ղուկասյանը ասել էր, ոչ մեկի հետ կոալիցիա չի պատրաստվում կազմել։ Դե գիտեք ինչ կա, ես հիմա չեմ ուզում որևէ մեկին թիրախավորեմ կամ վիրավորեմ։ Ես չգիտեմ, Վարդան Ղուկասյանի խորհուրդ կտամ երկու ճշմարտություն շատ պարզ սերտի։ Առաջինը հարգանքով հանդերձ իր ընդդիմադիր գործունեության հանդեպ։ Առաջինը ակնհայտորեն որևէ ուժ 50% գումարած մեկ չի հավաքում։ Ոչ մեկ։ Այսինքն ուզի չուզի, պիտի շոր ընդդիմադիր ուժերի հետ գնա համագործակցության, սա մեկ։ Երկրորդը պարոն Ղուկասյանի խորհուրդ կտամ Ռոբերտ Քոչյանի դառը դասից, փորձից դասեր քաղի։ 2021 թվին նույն կերպ Ռոբերտ Քոչյանն էր, չէ, ասում կրելու եմ, ու ընդդիմադիր դաշտում ոչ մեկի հետ հաշվի չէր ուզում նստել, ինչի բերեց դա, բոլորս տեսանք։ Ուզում եմ ասեմ, պետք է ավելի իրատես լինել եւ ընդհակառակը նման հայտարարություններով չվտանգել ընդդիմության համախմբման գաղափարը 50% գումարած մեկ որևէ մեկը չի ստանալու։ Դե ըստ էության ինչու Վարդան Ղուկասյանին հիշատակեցի առաջատար տեխնացուներից մեկն է համարում։ Եվ ինձ համար տարօրինակ է, որ նա հենց ի սկզբանե հայտարարում է ոչ մեկի հետ չեմ միանալու։ Ես էլ պարոն Ղուկասյանի ընտրությունների փորձ ունի, չէ՞, ինքը բազմաթիվ անգամներ թիմ ընտրությունների մասնակցել է, խորհրդարանականի մասնակցել է, ինձ թվում է գոնե հաշվել գիտի, չէ՞։ Տրիվիալ պարզ բաներ կան, հա, հաշվարկելու։ Սրա նպատակը ինձ համար տարօրինակ է այն դեպքում, երբ որ ամենախոցելի գործիչներից է նաև մասնակցող 6 տեխնացուներից ընդդիմության։ Եվ այստեղ նաև տարօրինակ է, որ առաջին եւ երրորդ նախագահների ուղղությամբ է հիմնական հա իր քննադատությունները ուղղում, սա էլ է ինձ համար տարօրինակ, որովհետեւ լրագրող եմ, որը լուսաբանել է 90-ականներից մամուլում է ու շատ բան ենք հիշում իրականում։ Հիմա ես չեմ հասկանում, սա
ինչի կարող է բերել, հանգեցնել։ Դե ես դրա համար ասում եմ, որոշ հայտարարություններ, այո, առաջին եւ երրորդ նախագահների թիրախավորումը, որը չի նպաստում ընդդիմության կոնսոլիդացիային, բացարձակ չի նպաստում, որովհետեւ ասենք ինչ է ուզում խաղա սուրբ կույս, դա չի ստացվելու։ Եկեք, այսինքն դա չի ստացվելու։ Ուրեմն քաղաքական դաշտում Հայաստանի կույսեր չկան։ Առավել եւս ընդհանրապես այդ քաղաքական ոչ միայն Հայաստանում, կներեք, դա ամբողջ աշխարհում, ոչ էլ սրբեր կան։ Ես ասում եմ, մանավանդ առաջատար տեխնացուն պարտավոր է ավելի տոլերանտ լինել մյուս ընդդիմադիրների հանդեպ, որտեվ ով որ Գյումրիում կասի 50% գումարած մեկ քվե ստանալու, ինքը իրականության հետ որևէ աղերս չունի։ Ընդհակառակը դա նշանակում է ժողովրդի մեջքը կոտրել, երբ որ արդյունքները հրապարակվեն։ Դա չի կարելի։ Օրինակ ես ասում եմ, մեր դեմոկրատական այլընտրանքա անցողիկության շեմը անցնելու է եւ ցկտելու են դիմադիր կոնսոլիդացիայի։ Իդեպ ասեմ, մեր մինիմալ ձեր տեխնացուի մասին էլ կարող եք ասել։ Արտեմ Ղարաղազարյանն չէ, նկատի ունեմ կարող եք ասել, հա, օգտվելով հնարավորություն։ Թերթիկը Արտեմ Ղարաղազարյանը, ընդ որում մենք բանը առաջին իսկ օրվանից ընդդիմադիր կոնսոլիդացիայի կողմնակիցներ ենք եղել, դերևս Երևանից ես մի քանի բաներ նախաձեռնել եմ, հիմա էլ եմ ասում, եթե մեր պատճառով ընդդիմադիր կոնսոլիդացիա տեղի չունեցավ, ես դուրս կգամ քաղաքականությունից, պաշտոնապես ասում եմ, դա բացառված է, եթե մենք լինենք պատճառ, որ ընդդիմադիր կոնսոլիդացիա չլինի։ Հիմա բոլոր քաղաքական ուժերը ոչ թե գերնպատակ պիտի դարձնեն անպայման իրանց տեխնացուի հաղթանակ, իհարկե իմ համար ցանկալի է, որ իմ տեխնացուն հաղթի։ Բայց իմ համար գերնպատակը եւ մյուս ընդդիմադիր ուժերի համար գերնպատակը դինի ԿՊ-ի հաղթանակը թույլ չտալը։ Գյումրիի ընտրությունների գլխավոր խորհուրդը դա է։ Թե չէ եթե պիտի գնանք մաքուր քաղաքական հաշվարկներով առաջնորդվենք, այդտեղ ԿՊ-ն շահելու է։ Ինքը խաղալու է ամբիցիաների, ուժային լծակներ, բոլոր պետական լծակները բյուջեն օգտագործում են, Ավինյանը 50 միլիոն է տանում Սարիկին օգնելու համար, դա ինչ է։ Հետո, այսինքն պետք է հասկանալ, դրա համար մենք նույնիսկ եթերներում այս օրերին ինքս գյումրեցիներին դիմելով ասում եմ ուղղակի ընտրեք ընդդիմությունից ում ցանկանում եք, ընդդիմությունից, ոչ թե կեղծ ընդդիմությունից ընտրեք ում ցանկանում եք, միայն թե թույլ չտանք, որպեսզի վերարտադրվի ԿՊ-ն։ Ես քաղաքական կոռեկտություն չարեցի։ Ես ասեցի 6 ընդդիմադիր ուժ կա։ Մյուսները ասում են բացի ԿՊ-ից ուզում եք, ես ավելի բացեցի փակագծերը, ասեցի 9-ից 6 են ընդդիմադիր, որտեղ Եվրոդաշինքին ձայն տալը նշանակում է Նիկոլ Փաշինյանին ձայն տալ։ Այն երկիչ ֆայտոնչին ձայն տալը նշանակում է ԿՊ-ին ձայն տալ։ Սա ակնհայտ է։ Հետևաբար ընտրությունը քաղաքացիների պիտի լինի մյուս 6 կուսակցությունից որևէ մեկի օգտի։ Բանն էլ ընտրության հնարավորությունները շատ մեծ է։ Վարդան Ղուկասյան, Արտյոմ Ղարաղազարյան, մեր տեխնացուն, Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, ապրելու երկիրը, այսինքն շատ մեծ հնարավորություն կա, թող հանկարծ այդ ոչ մեկ չասի, որ այդ 6-ից գոնե մեկի մեջ չտեսավ բանը փոփոխության բանաձև։ Այդպես չի, այնտեղ մարդիկ լավ էլ կրեատիվ ընտրարշավեր են անում, ամեն մեկը իր ոճով, ձևով եւ կարող են։ Ես հույս ունեմ, որ ընդդիմադիր ճամբարում հատկապես վերջի 7 օրերին չեն տրվելու ներսում բաժանարար գծեր առաջացնելու գայթակղությանը, որտեղ Նիկոլ Փաշինյանի սցենարը շատ պարզ է։ Կամ ընդդիմության մեջ վեճ գցել եւ այդպես հասնել ինչ-որ հաղթանակի, կամ ընդդիմության այնպիսի մի սցենար խաղարկել, որ հնարավոր լինի ուժային միջամտության ընտրությունները հետաձգելու, այդ վաղ 6 ամիս ԺՊ ալնելու էլի եւ այլն եւ այլն։ Գյումրին կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գերեզմանափորը, եթե մենք լուրջ վերաբերվենք այս ընտրություններին, չմտածենք մեր կուսակցական դրոշների մասին։ Հա, բայց գյումրեցին օրինակ հասկանում է հետևանքները, եթե օրինակ ենթադրենք նորից վերարտադրվում է Փաշինյանի իշխանությունը Գյումրիում։ Օրինակ, հա, պատկերացնում են ինչ է նշանակում, հիմա հայ-թուրքական սահման են շատ խոսում։
Իրենք պատկերացնում են դրա հետևանքները։ Այո, լավ պատկերացնում են ինչ է նշանակում, երբ որ 102-րդ ռազմաբազան նույնիսկ հա իր բոլոր բաներով, խնդիրներով դուրս է գալիս այնտեղից։ Պատկերացնում են ինչ են հա քարոզում դրանք այդ Արամ Սարգսյաններն ու բաներ։ Գյումրեցիները պատկերացնում են դրա հետևանքները։ Գյումրեցիները վիրավորվում են, երբ որ իրանց նիկոլական քաղաք են համարում։ Հա։ Իսկ մի վիճակագրություն ցույց տվեցին։ Ուրեմն 2018-ից հետո ԿՊ-ն ընդամենը 1 անգամ հաղթել այդ քաղաքում, 1 անգամ։ Դա եղել է 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունները։ 2021-ի արտահերթ ընտրություններում ԿՊ-ն պարտվել է, 2021-ի տիմ ընտրություններում ԿՊ-ն պարտվել է։ Բայց ճիշտ են ասում։ Այո, եթե sense փաստերով ես նայում, իրանք միանգամայն ճիշտ են ասում։ Իրանք ԿՊ-ին միշտ պարտության մատնած արժանապատիվ քաղաք, հա, եւ նեղանում են, որ իրանք ասենք նիկոլական քաղաք ուղղակի եւի ակտիվ խոսող падգամավորներ են։ Դե նկատի ունեն, որ այնտեղից էր մեկնարկել, հա։ Դե գյումրեցիների մեղքը չկա, որ այնտեղից է մեկնարկել, ճիշտ ասած, այդ պահին ոչ մի գյումրեցի հետ չէր քայլում, բայց այնուամենայնիվ մեր Գյումրի պատվախնդրի ժողովրդին կոչ կանեմ սիմվոլիզմի ժանրի համաձայն ճիշտ է իրանք մեղք չունեն այդ ազգային աղետի մեկնարկի հետ, որ 7 տարի առաջ է սկսվել, բայց իրենք կարող են քաղաքական սիմվոլիզմի ժանրով Գյումրին սարքել Փաշինյանի քաղաքական գերեզմանափոր։ Այդ ռեալ շանսը ունեն, եւ ես կարծում եմ այդ ռեալ շանսից Գյումրին օգտվելու է, որովհետեւ ես որ փողոցով քայլում եմ, 3 գյումրեցուց 2-ը Նիկոլ Փաշինյանի մասին խոսում է մի բառապաշարով, որը ես դժբախտաբար չեմ կարող փոխանցել մեր հեռուստադիտողներին։ Մենք գիտենք, այստեղ էլ են անընդհատ այդ հայհոյանքը կա։ Չէ, բաց այդ մարդիկ ուղղակի տոտալ զզվանք կա իշխանության հանդեպ, իշխանության տեղական ներկայացուցիչների հանդեպ եւ այլն, այսինքն այդ այնտեղ ուղղակի կապում որևէ շանս չունի, իրանք է շատ լավ հասկանում են։ Ամեն սցենարով Նիկոլ Փաշինյանը փորձելու է պրովոկացիաներ։ Իսկ չի բերել, դա է ուզում ասեմ, արդեն պրովոկատորներ, գաստրոլորներ չեն հայտնվել, ես դեռ անուններ չտամ, որոշ ինչ որ ակցիաների հեղինակների տեսնում եմ։ Այո, հանդիպումներից այդ կան, կեղծ ակտիվիզմը դիմադիր։ Այո, այդ տեսել են։ Այդ կեղծ ընդդիմությունն են խաղում, այո։ Պլակատի այդ կռիվ տվողները։ Հա, այո։ Բայց ուրիշ բան էլ կա, վերջին մեր բակային հանդիպումների ընթացքում ուղղորդված քաղաքացիների ենք մենք հանդիպել, որոնք հետո պարզվում է պատահականորեն բոլոր քաղաքապետարանի աշխատողներ են։ Գյումրիի թե Երևանի։ Երևանից էլ կտանեն։ Երևանից էլ են իրանք ուժեր։ Այն հայտնի Ավետիք Չալագյանի գործով մոռացել եմ, Թորնիկ էր։ Այո։ Նա ամբողջովին դեղավորինակ։ Իսկ պրովոկատորների պակաս չի լինելու, իրանք բերելու են այդ պրովոկատորներին լստեն Գյումրի։ Ծայրահեղ դեպքում Նիկոլ Փաշինյանը պրովոկացիայով գնալու է ընտրությունների հետաձգմանը։ Այ դա է ուզում վատագույն սցենարը, ինքը օրինակ ասենք թե սկսի խնդիրներ առաջացնել, բախումներ առաջացնել Գյումրիում, հետո օրինակ ասի բան հետաձգվում է։ Այո։ 6 ամիս հետաձգվում։ Ու ԺՊ-ով պահի տենց մինչև։ Գիտեք, ես չեմ ուզում Սարիկին պետք է այդպիսի, հա, կյանքը։ Սարիկ այլևս ինքնուրույն մարդ չի։ Սարիկ Մինասյան անուն ազգանով մարդ էլ չկա, ուսապարկ թիվ չգիտեմ որ։ Եթե մարդը Ալիևի առաջ կզացի առաջ կզում է, ձեր կարծիքով այդ մարդը անուն ազգանուն ունի, շանս ուներ, դրա համար մինչև ամսի 20-ն էի դիմել իրան, շանս ուներ ապացուցելու, որ Գյումրիի Սարիկն է, ոչ թե Նիկոլի Սարիկը։ Ինքը գերադասես դառնալ կամ մնալ Նիկոլի Սարիկը։ Դրա համար ես Գյումրի շանթում ելույթի ժամանակ էլ եմ ասել, իմ համար Սարիկ Մինասյանը այլևս գոյություն չի ունի։ Կարող է ինչ-որ Նիկոլ Փաշինյանի այս X համարի ուսապարկ։ Ընդհանրապես հիմա որ Նիկոլ Փաշինյանը այդ մի հարթակում է, իրանց մասին շատ երկար ու լուրջ խոսալ պետք չի։ Սարիկը արդեն կորցրել է գյումրեցու սերը։ Չգիտեմ Նիկոլ Փաշինյանից ինչ է շահը։ Ըստ ամենայն ինքը օգտագործվելու է խուրդվի եւ մոռացվի։ Նրանն էր գովում նաեւ Վարդան Ղուկասյանը հանդիպումներից մի քանիսի ժամանակ, հա։
հետաքրքիր էր փաստորեն նաև Ռուբեն Մխիթարյանին էս Երևան կանչելու քնչական կանչելու էս բաններ, հա, շատ ծիծաղելի, ինչ որ վարորդական իրավունքի հետ կապված, վարորդական վկայականի դրած։ Հա, վարորդական վկայական են գրպանում դրած։ Դա, այսինքն Մարտուն Գրիգորյանի հետ կապված են ասում, որ կարող է ինչ-որ բաներ լինել։ Շիբինի պատմությունը Դանիել Լեոնիսյանն էր գրել, որ այ բարեգործություն է արել, օրենքով չթույլատրվող Շիբինով բարեգործություն է արել, ճանապարհները շիբինապատել է։ Գիտեք, ես ասենք բանի Ավինյանը 50 միլիոն է տանում, չգիտեմ, ընտրակաշարք երևույթին դեմ եմ։ Բայց եկեք Գյումրիի սպეციფիկա մի հատ շատ անկեղծ պատկերացնենք, հա, այնտեղ մայլաների դերը թաղերի, մայլային իրանք ասում, շատ մեծ է, շատ կարևոր է մայլաների դերը։ Հիմա գիտեք, օրեկան քանի մարդ է մոտենում իրանց թաղի մարդուն, ասենք մեր տեխնացու Արտեմ Ղաղազարյանն ապրում է պոլիգոններում, Մարտուն Գրիգորյանը Թուրքի մայլայում է ապրում եւ այլն։ Մայլաներ են, հա։ Հա, հիմա տեսեք Իրանց թաղի մի ճանապարհ վատ վիճակում ա եղել, ենթադրենք շիբին արեք կամ մեկը մի հատ խնդրանքով դիմել է, հասկանում եք այդ քաղաքի առանձնահատկությունները չեն հասկանում։ Ես ընդդիմության կողմից ընտրակաշարքի կամ բարեգործության դրսևորում Գյումրիում չեմ տեսել։ Ընկել են խորշորացույցով, թող դրա փոխարեն զբաղվեն ուրիշ բանով։ Տարածքային կառավարման նախարարը գալիս է Գյումրի, վարչական ռեսուրսի ակնհայտ շահագործում անում։ Օրինակ, մի հատ փողոցի, Շիրակացի փողոցի մասին է խոսքը։ Բարեկարգման մասին նախկին ավականին որոշում է կայացրած եղել, դիմել է կառավարությանը։ Դա անտեսել են։ Ընտրաշավի ժամանակ գալիս է տարածքային կառավարման նախարարը, արդեն կայացված որոշումը մի կողմ դնելով, ասում է, որ Սարիկ Մինասյանի խնդրանքով մենք Շիրակացի փողոցը բարեկարգելու ենք։ Հիմա այն շիբիններ Մարտուն Գրիգորյանի արածն է ընտրական օրենսգրքի խախտում թես կամ մի մանկապարտեզ, որ վաղուց պիտի բացվեր, կարծեմ անունը Զանգակ մանկապարտեզը։ Գալիս են հենց ընտրարշավի մեկնարկին քաղաքապետը, տարածքային կառավարման նախարարը եւ բանը, ուրեմն մարզպետը բացում են։ Հիմա ասենք սա ի՞նչ է, կամ հələ վերցրեք դրանց ցուցակը նայեք նախընտրական։ Լրիվ բժշկական կենտրոնի տնօրեններ, դպրոցների տնօրեններ եւ այլն, բարեկամներ, Աննա Հակոբյանի բարեկամ, կողքի, հա, անմիջայլոց Սարիկ Մինասյան թող շատ զգուշ մնա։ Աննա Հակոբյանի բարեկամը, ինքը մատաղ արվելու Աննա Հակոբյանի բարեկամի ամբիցիաների առաջ։ Այ իհարկե, երկրորդն է, չէ՞ նա կարծում։ Հիմա տեսեք խնդիրը ի՞նչն է։ Այ եթե ուզում են իրականում վարչական ռեսուրսի դեմ պայքարեն կամ արգելված բարեգործությանից լրիվս թված բաներս կողքի գյուղերի օրինակ Ազատանի ամբուլատորիայի վարիչին մցրել են ցուցակ։ Կարամ իմանամ ինչ տրամաբանությամբ, եթե ոչ ադմինիստրատիվ ռեսուրս գեներացնելու։ Ու սա տասնյակ օրինակներ հիմա կարող են բերել։ Չեն տեսնում, Միոնեսյանենք չեն տեսնում։ Իրանց ձեռնտուչի չի տեսնում, չեն տեսնում։ Վարդան Ղուկասյանն էր հայտարարություն արել, որ ադմինիստրատիվ ռեսուրս են կիրառում եւ այլն, բաթո բռնեն այդ մարդու հայտարարության հիմքով զբաղվեն։ ԿՊ-ի մասով իհարկե։ Այ ես կհամարեմ, որ բան են ուզում անեն, գործ են ուզում անեն, ընտրությունների օրինականություն։ Բոլոր տնօրեններին, ոստիկանության բոլոր բաժիններին, ԱԾ-ին, մարզպետարանին, պետական եւ ոչ այնքան պետական, բայց պետության վերահսկողության տակ գտնվող բոլոր հիմնարկների տնօրեններին հանձնարարություն են տվել ԿՊ-ի համար ցուցակներ պատրաստելու եւ ընտրողներ ապահովելու։ Իսկ այդ որ դրամահավաք արեցին եւ այլն, դա ինչ էր, դեռ պետքա բացվի, ով է տվել, ինչ արել այդ փողերը։ Ես առաջարկում եմ, որ բոլորը շատ པարզ իրենց հավաքած դրամական միջոցներ հրապարակեն։ Իհարկե պիտի բացվի, այդ ոնց է ստացվում, որ մի ժամանակ մի կերպ ծերին հարցնող կուսակցությունը հիմա տես ֆանտաստիկ թվեր է հավաքում։ Ախ գիտենք, չէ, Գյումրին էլ փոքր քաղաք է։ Օլիգարխներին էլ գիտենք, որ իրանք գիտեք մարզազմը ինչ է։
Սրան նրանց բանի կապում են օրինակ Միքայել Մինասյանի անվան հետ։ Հա, Ռուբենին Մխիթարյան։ Բայց ինքը ինչ ասել, Ռուբեն Մխիթարյանը լավ ասել է իմ ընկերն է։ Տեխնացուի մեջ։ Այդ ո՞նց է Ռուբեն Մխիթարյանը օրինակ բանի Միքայել Մինասյանի տեխնացուն է, իրանց տեխնացուի կնքայրը Արման Սահակյանը կապ չի ունեցել նախկինների հետ։ Այո։ Իսկ ծիծաղալու է։ Սարիկին, որը ուղղորդում է։ Իհարկե։ Հա, բայց Ռուբեն Մխիթարյանը քանի անգամ հայտարարել է, այո, իմ ընկերն է Միքայել Մինասյանը, հարցեր ունեք եւ կամ էլ որ ասում էր գողացածն է գողերի թալանի պաշտպանող կուսակ։ Ես հիմա ասում եմ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես սրա համար դատի պիտի տալ, որտեվ համարտացել է բոլորին ասել։ Սա ասում եմ, այ փքված միլիոններ լափած հեղափոխական ճակերտների մեջ կառավարություն ձեր վարչապետով։ Օրինակ մեր տեխնացու Արտյոմ Ղարաղազարյանի տալանը որտեղ եք տեսել։ Բերեք փաստով ապացուցեք։ Հա, բայց իրանց թալանը որևէ իշխանություն նման ձևով չի թալանը։ Երեք իդեպ մի զրույցի ժամանակ է ասում, նախկիններում նույնիսկ օլիգարխներ կային, որոնց քննադատում էինք որպես լրատվամիջոցներ, որ падգամավորական, նախարարական դիրք օգտագործում էին այս կոմենկոմ, հա, խոսում էինք այդ ամեն ինչի մասին, բայց նրանք երկրում բան էին կառուցում։ Սրանք մի զուգարան չեն կառուցել։ Սրանք Հայաստանում նույնիսկ մի զուգարան չեն կառուցել։ Իրանք միայն, այսինքն այդ գումարները դուրս են տանում, իրենց հաշիվների վրա են դնում, գույք են ձեռք բերում դրսերում, բիզնեսիմների մեջ են մտնում։ Ամենակոռումպացված իշխանությունն է, հա։ Եվ գողը բանն է, չէ՞, ամենաբարձրն է գողի բռնեք։ Այո, իրանց չի կարելի համեմատել, նույնիսկ որևէ օլիգարխի հետ։ Իհարկե։ Ցանկացած օլիգարխի վերցրեք։ Ամենավատինը վերցնենք, որևէ մեկինը բան են կառուցել։ Երկրի ներսում լիքը բարիք ստեղծած ունեն։ Այո, աշխատատներ են ստեղծել, գործարան են բացել եւ այլն եւ այլն։ Սրանք ինչ են բացել։ Այս մարդիկ, ես ուզում եմ ժողովուրդը մի հատ լավ հասկանա։ Օլիգարխները թեկուզ որոշակի արտոնություններ, որ ստացել են, բացել են աշխատատեղեր, բիզնես, տասնյակ հազարավոր մարդիկ ներգրավել։ Ներդրումներ են բերել, նույնիսկ ներգրավել դրսից բացի իրենց ներդրումները։ Ես ուզում եմ այս մարդիկ, մեր ժողովուրդը հասկանա, այս մարդիկ ինչ են անում։ Լափում են հարկատուների հաշվին։ Միայն պարգևավճարի փաստը հերիք է, որ խոսանք կոռուպցիայի ներդրված մեխանիզմի մասին, դա քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Ահռելի գումարներ է ստանում։ Սա մեկ։ Այդ անիվի պատմությունն է, այդ որ բացահայտումներ արեցին։ Սա էլ հերիք է, չէ, որ մի քանի բարձրաստիճան պաշտոնյա կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրվեն։ Եվ ես վերջապես ամենակարևոր օրինակն եմ բերում։ Լավ ենթադրենք դուք ճիշտ եք եւ Հովիկ Աղազարյանն իրոք այդ բաները արել է։ Ենթադրենք դուք ճիշտ եք։ Աղազարյանը։ Հա, ենթադրենք դատախազությունը ճիշտ է, չնայած անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ենթադրենք դատախազությունը ճիշտ է ու Հովիկ Աղազարյանը տենց եղջերավոր անասունների շոր շինթույլտվության համար գնացել է նման այդ կոռուպցիոն գործարքների, հա։ Որ միջավայրում է դա Հովիկ Աղազարյանը արել։ Իրենց ԿՊ-ի, չէ։ ԿՊ-ի։ Հիմա կհամաձայնվեք, որ Հովիկ Աղազարյանը, այն որ ԿՊ անդամ էր, այդ կուսակցության ամենաանշարժ դեպուտատներից մեկն է։ Այնտեղ քաշ չունեցող, ոչինչ չորոշող։ Պատկերացրեք այդ մարդը կողքերը ինչեր է տեսել, որ որոշել է իր փոքր պայնել ինքը աշխատի։ Դե ինքը ասում է, այսինքն տեսել ասում է, նենց բաներ բացահայտելով ընկել են Ղազանի մեջ, մի փոքր թեյք տալով էլ ինքն է որոշել։ Իր տունն երկու, այսինքն Հովիկ Աղազարյանի պատմությունը, այս լավագույն ապացույցն է, ինչ մեծ փողեր են լափվում իշխանության ներսում։ Ու ես հույս ունեմ, անկեղծ ասած, որ Հովիկ Աղազարյանը այդ բացահայտումները կանի։ Դե խոստացել են, որտեղ դա իր պաշտպանության միակ ձևն է։ Ոչ միայն ԿՊ-ի մասին ասեց, նաև արտաքին քաղաքական տարբեր հարցերի շուրջ կասի, Աստված անի բացվի։ Ինձ մի առիթով ամիսներ առաջ ներքպայական սկանդալը չկար այդ ներքպայական սկանդալը, հիմա եթե այդ խոսքերից ինքը հրաժարվի շատ կցավ եմ ես, որովհետև դա միայն իմ ներկայությամբ չի ասել,
Խմբագրություններից մեկին հյուր է, մի խոսքով, ինձանից մի ժամ առաջ այդ խմբագրությանը հյուրընկալվել էր Հակոբ Ասլանյան, հա, կարծեմ, որը հիմա Հովիկ Ղազարյանի կուսակցական ընկերն է։ Այն ժամանակ խժդուժությունները ԿՊ-ի ներսում չկային։ Հակոբ Ասլանյանը ժուրնալիստների ներկայությամբ, նաև իմ ներկայությամբ պատմում էր, որ դրանից ամիսներ առաջ, մի 2-3 ամիս առաջ, ինչպես է Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ի փակ նիստում իրեն եւ Հովիկ Ղազարյանին շատ խիստ հանդիմանել նրա համար, որ բանակցությունների ժամանակ Ալիևը ցույց է տվել իրանց երկուսի հարցազրույց, որտեղ էս մարդիկ Ալիևին են կպած եղել եւ հրանգել այլևս նման բան չանել։ Սա Հակոբ Ասլանյանն է պատմել, ասում եմ, այս խժդուժություններից ամիսներ առաջ, անցած տարվա ամռանն էր կարծեմ։ Ծիծաղս գալիս է, որ Ալիևն ու Փաշինյանը մնացել են բանը, անհանգստանում են Աղազարյանի ու բանի։ Կերցնի Փաշինյանին ամենայն հավանականությամբ։ Պապկայի հանը տվել է, սա էլ քանի որ իր բեղավոր տիրոջը նեղացնել չի ուզում։ Այն հավատարիմ կենդանիներ են էլ, որ տիրոջ ասելով ամեն ինչ անում են։ Հիմա սա էլ հարցակվել է հայտնի կենդանու պես իր ֆրակցիայի երկու անշար անատամ դեպուտատների վրա էլի։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ իմ հյուրն էր քաղաքագետ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, հաջողություն ձեզ։